Չեք մոռացել, չէ՞, Էգմանի հետ կռվից հետո շուրջը ինչ է կատարվում։ Վայ! Այս մեկը դեռ աշխատում է։ Կարծում ես կարող չանա։ Իհարկե։ Չիպը փոխել եմ եւ անհատական նկարագիր եմ ներմուծել։ Հետևիր, որ լիցքավորված լինի։ Որ միկրոսխեմաները չտաքանան։ Որ բավարար չափով յուղ ընդունի։ Ինքնաթիռը եկավ։ Այդպես եք ողջունում աղջիկներին։ Աղջիկներին հետդ մեղվաբոտ ես բերել։ Բեին նկատի ունես։ Սոնիկն ասաց մեղվաբոտ։ Բե, սա Բեատրիսն է, պարզ է։ Չափազանց պարզ է, և հենց դրա համար էլ հանճարեղ է։ Պարզ է։ Ասացի հանճարեղ է։ Ճիշտ է, հանճարեղ է։ Շնիկս, ձեր մեղվին կապած ման տվեք։ Մերիր։ Ոչ։ Ուրա։ Դե լավ եք մեն, նոր տարի, նոր հնարավորություններ, պետք է վերականգնես մարզավիճակդ։ Մկանները տնքում են, քեզ այդքան մի ծանրաբեռնիր։ Եյ, դա իմ մեղվաբոտն է։ Ոչ, սա վայրի մեղվաբոտ է, այո։ Դե որ վայրի է, ուրեմն իմ կառավարման վահանակին չի արձագանքի։ Լավ, սպասի նոր գաղտնաբառով փորձեմ։ Սխալ գաղտնաբառ, փոխել եմ ինչ է։ Օրբոտի հայրանունը։ Մամաբոտի սերիական համարը։ Ոնց իշեմ գաղտնաբառը։ Հարկավոր է իմ մեծատարի փոխարեն թիվ օգտագործել, հատուկ խորհրդանշան եւ կես տարին մեկ փոխել։ Այնքան կփորձեմ մինչեւ կստացվի։ Մուտքն արգելափակված է, դիմեք համապատասխան ծառայությանը։ Բեին հարկավոր է թաքցնել։ Դե իհարկե, կարող եք մեր վրանները օգտագործել, մենք իրար կպնելով էլ կտաքանանք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրեմն վերականգնելու համար պետք է սեղմել ընդհանուր կարգաբերման կոճակը։ Ամենից պարզ է, շնորհակալ եմ, Քեյվին։ Հիմա մեղվին վերադարձնելու ժամանակն է։ Բե, քեզ ինչ եղավ։ Ինչ է կատարվում։ Ինչու բաց թողեցիր։ Լավ, մի անհանգստացիր, ես բոլորովին չէի հուզվում, երբ նրան կենթանացնում էի։ Ներիր, մեղքի զգացումը գոգոբային խորթ է, այդ պատճառով ես ինձ ահավոր եմ զգում։ Գուցե այս պահին մորս նման եմ խոսում, բայց ես չեմ կարող Էմիին այս վիճակում տեսնել։ Ահա, այսպես ավելի լավ է։ Ես անհանգստանում եմ Էմիի համար։ Իրեն բոլորովին նման չէ։ Ինչ ես խոսում։ Էմին մեր խմբի ոգին է։ Տես ինչ է դրել գլխին։ Էմի, վերջ տուր, սա արդեն անտանելի է դառնում։ Մենք քեզ կուրախացնենք։ 3 ժամն անցավ, ձեր կարծիքով կեքսերը արդեն պատրաստ են։ Ոչ, պետք չէ։ Երևի կեքս չի սիրում։ Արի քո ալբոմները նայենք։ Այո։ Հրաշալի է։ Միայն մեկ բան եմ մնում փորձել։ Արի խոսենք մեր զգացմունքներից։ Այո, այն է ինչ պետք է։ Ես այնքան բան ունեմ ասելու, որ խոսելու ուղղակի պարտադիր է։
Ստիպացենք հետաձգել։ Էգմենը հարձակվում է։ Կարա ինձ տվեք անհաջողակներ։ Այդ քարը անուն ունի, Հերման։ Իսկապես տարօրինակ է, չնայած ես էլ օրբոտ ու կյուբոտ ունեմ, որոնք քարից ավելի խելացի չեն։ Մեղվաբոտեր, հարձակվել։ Մեղվաբոտեր։ Ոչ, Սթիքս, ոչ։ Բեն կարող է նրանց մեջ լինել։ Հերմանին ձեռք չտաս, ոչ։ Չվախենաս, ինձ մոտ շատ ավելի հարմար կիրառություն կգտնի, որպեսզի մեգաբոտի էներգագեներատոր։ Դրանց հետո նա, իսկ դա նշանակում է ես, կդառնամ անխոցելի։ Քանի դեռ Էգմենը շափյուղան մեգաբոտի մեջ չի տեղադրել, հարկավոր է կանգնեցնել նրան։ Երեխեք, ես չեմ կարող վտանգել Բեին, քանի դեռ Բեն Էգմենի մոտ է, նա անընդհատ հաղթելու է։ Արեք ինչ պարտավոր եք անել, բայց առանց իմ մասնակցության։ Այսինքն առանց քո մասնակցության։ Ինչ ասացի որ։ Այսպիսի համալրումից հետո քեզ պետք է կոչեմ մեգաբոտ։ Ուշացանք։ Ինչ։ Ես երբեք չեմ ուշանում, ընդհանրապես երբեմն հապաղում եմ, բայց դա հաշիվ չէ։ Կարճ ասած գործի անցանք։ Դե իհարկե։ Այսպես, ահա եւ մեր Էմի Ռոուզը, մեղվի կտուր է, հա? Կուզես կանչեմ։ Մեղվաբոտներ։ Ոնց իմանանք Բեն որն է։ Բոլորը իրար նման են։ Բարդ խնդիր է Սոնիկ։ Չվախենաք, ես գիտեմ ինչպես գտնել իմ Բեին։ Այնպես եմ քեզ կարոտել։ Եկեք այս մեղվաբոտերին ցույց տանք, ով է այստեղ մեղվաբոսը։ Հա, ինձ թվաց սրա միտքը հնչի։ Ոչ եք կարծում, որ այդքան հեշտ է լինելու։ Մեգաբոտ, այս դավաճան մեղվին վերացրու։ Հենց հիմա։ Ոնց համարձակվեցի։ Ոնց։ Դե լավ, երևի մի քիչ չափն անցա։ Պետք է որ ստացվի։ Սպասեք, քիչ մնաց մոռանայի։ Ահա, Բեն հիմա առաջվանից շատ ավելի ուժեղ է։ Այդ շափյուղան շատ հզոր է։ Մի անհանգստացիր Հերման, սպիները տղաներին պատիվ են բերում։ Ահա, այ այսպես է ավարտվում իմ ամենասիրած ալբոմը։ Գնացինք Բե։ Sonic Boom։ Նոմինատուսի վերադարձը։ Վերջապես մի այնպիսի առաջադեմ տեխնոլոգիա է ստեղծվել, այնքան հեղափոխական։ Սա քո փոխակերպիչը չի։ Մի էական բարեփոխումով։ Տոմատոպատամուսը կարմիր ժապավենով, խաղ, որը կոտրում է բոլոր կարծրատիպերը, ինչպիսի հեղափոխական բարեփոխում, բայց սա ինչ գործ ունի քո էկրանին։
Այս բարեփոխման շնորհիվ հիմա կարող եմ տեսախաղերի կերպարներին եռաչափ դարձնել եւ իրական աշխարհ տեղափոխել։ Դղյակում մի երկայդուստր կար, որ եթե հանդիպմանը բոլորովին դեմ չէի լինի։ Այդ չարաճճի, պարզվում է դու բավական անուշիկն ես, բայց չափերով շատ ավելի փոքր է, քան ես պատկերացնում էի։ Որովհետեւ ես չափակարգավորիչ եմ տեղադրել։ Արի այստեղ։ Բայ։ Եթե Էգմենը կարծում է, որ այս պատմությունը իր հետ ոչ մի կապ չունի, չարաչար սխալվում է։ Ռետրո, բետա։ Մենք նույն բանի մասին ենք մտածում։ Այո, քառակուսի պիքսելները մեզ չաղացնում են։ Ոչ։ Այդ աղվեսի գյուտը մեզ վիրտուալ բանտից փախչելու եւ իրական աշխարհում վիրուսները տարածելու հնարավորություն է տալիս։ Պարզ է, ընդամենը ուզում էր, որ իրեն սիրեն։ Ըստ անճորնի կենթանի ամսագրի ես ամսվա զգայուն սիրտ մրցանակի հավակնորդ եմ։ Սոնիկ, Էգմենը գյուղի վրա է հարձակվել։ Ում են պետք այդ կռիվները, եթե կարելի անընդմեջ նայել այս փոքրիկ կենթանուն, որը հանգիստ քնած է ծնկներիդ։ Կներես Նաքլս, բայց օրիորդ տոմատոպատամուսը ինչքան էլ անուշիկ լինի, մենք չենք կարող գյուղան պաշտպան թողնել։ Գործողությունը սկսել։ Իսկ հիմա ժամանակն է, որ աշխարհը գրավենք։ Բայց սպասեք, էս ինչ էր։ Ոչ։ Շատ ավելի կարճլիկ է, քան ես կարծում էի, բոս։ Չես նկատել, համացանցում եւ իրական կյանքում բոլորն էլ տարբեր են։ Այդ աղվեսը հավանաբար սարքին չափի կարգավորիչ է միացրել։ Եթե հասնենք այն համակարգչին, կարող ենք անջատել եւ կմեծանանք։ Դեռ այնքան պետք է գնանք։ Ընդամենը մի քանի մետր է։ Ինչքան ժամանակ պետք է խլի։ Սոնիկին դրտեսել ինչ իմաստ ունի, եթե դրանից ոչ մի օգուտ չկա։ Բացառությամբ այն զգացողության, որ դու նրա կյանքի մի մասն ես։ Մենք միշտ ձեր կողքին ենք, բոս։ Մի հիշեցրու։ Դե լավ, քանի որ խանգարող բաներ այլևս չկան, կարող ենք վերադառնալ այս շաբաթվա մեր գլխավոր խաղալիքի մեր անուշիկ պստելի գետաձույկի մոտ։ Ոչ, պահակային կատու։ Սա երբևէ մեզ հանդիպած գազաններից ամենասարսափելին է։ Նայեք եւ սովորեք թվանշային հիմարներ։ Լավ, երիք է հանգստանաք, գործի անցեք։ Համարյա հասա։ Ես կկարողանամ։ Հիմա դուք վախ ականջս քիթս, վախ գլուխս։ Սա արեստանոց է, թե կենթանաբանական այգի չեմ հասկանում։ Այ հիմա դու ինձ կենթարկվես։ Այո, կարծես թե ստացվեց։ Հոպ։ Մենք փոխվեցինք, ես սպորտսմեն եմ։ Այո։ Մի վճարող հաճախորդներին է թույլատրվում ափսեներ կոտրել։ Օգնություն։ Չափակարգավորիչին ինչ որ բան է եղել։ Հարկավոր է արհեստանոց վերադառնալ։
Ինչ-որ տարօրինակ բան եմ կանխազգում։ Լավ, խոստովանում եմ, հատակի տախտակների տակ մի քանի ձուկ եմ թաքցրել։ Ուղղակի ուզում էի տեսնել երբ կնկատես։ Հիմա պարզ է, թե այս կենդանին ինչ գործ ունի այստեղ։ Կորիր! Իմ համակարգիչը եւ փոխակերպիչը կորել են։ Պետք է տեսնենք հսկող տեսախցիկը ինչ է տեսագրել։ Ուրեմն դու ամբողջ այս ընթացքում մեզ լրտեսել ես բանձնական կյանքի իրավունքը։ Ավելի լավ է այսպես։ Դե լավ։ Սա ով է։ Սովորաբար երբ այսպիսի հիմարների խումբ է հայտնվում, ետևում մեկ հոգի է կանգնած։ Ձեր կապիկը։ Ոչ, Էգմենը։ Թեյս նակս դոկտորին այս ենք գնում։ Սթիքսը, Էմին եւ ես կփնտրենք փոխակերպիչն առևանգողին։ Նախ գյուղը կոչնչացնեմ, հետո քաղաքները, իսկ հետո կոչնչացնեմ այս ռացիոնալ ցնդաբանության մնացորդները։ Եվ այդ ամենը կանեմ Լավագույն ընկերների օգնությամբ։ Ոչ, այ 8 բիտանոց հիմար։ Ես խոսում եմ երկպոչանի մազոտ գնդի եւ փոխակերպիչի մասին։ Այո, այդպես էլ հասկացա։ Շատ չէ շտապում, ինչ դա։ Հոմետ։ Ով է համարձակվում նոմինատուսին, վիրուսային բացառիկ վիրուսին եւ աշխարհներ ավերողին հակառակվել։ Վիրուսին, անուշիկ բրշտացող պանդայի նման։ Կամ ինձ հետ տարօրինակ լուսանկարներ անողների նման։ Կամ չեմ էլ իմանում այդ համացանցում էլ ինչ կա պիցայի գլխով պարող համստեր։ Դե բավական է։ Դուք թվային արարածներ չեք, դուք չեք կարող ինձ հակառակվել։ Բարեբախտաբար մենք թվային օգնական ունենք։ Իմ թրթուրները կստիպեն ձեզ վախից դողալ։ Սա քեզ վրա էժան չի նստի։ Վայ, թրթուրներ, ինչ սրամիտ ես։ Ինչ եք նայում։ Տանը սիրում եմ հարմարավետ հագուստով աշխատել։ Սա մոռանալ հնարավոր չէ։ Դե ասա Էգմեն, ինչու ես այդ ավազակներին իմ արհեստանոց ուղարկել։ Չեմ հասկանում ինչ ես ուզում ասել։ Մի ձևացիր։ Այո, ես քեզնից լավ կարող եմ ձևացնել։ Տեսագրությունը ցույց տուր բարեկամս։ Դա կիբերկլոն է, որը դավաճանել էր ինձ եւ գրավել իմ որջը։ Դրան պետք է կանգնեցնել։ Բայց նախ գնամ տաբատս հագնեմ, հիմար տեսք ունեմ։ Տաբատի դերը մի գերագնահատիր։ Արկես, ստացիր։ Այս թվային չարագործներին հնարավոր չէ ոչնչացնել։ Որևէ մեկը գաղտնաբառը գիտի։ Էլ ինչ անեմ, հա։ Եթե արագ սրան չկանգնեցնենք, թվային չարագործների մի ամբողջ բանակ կհավաքի։ Այս քաղաքում միայն մեկ սուպեր չարագործ կարող է լինել։ Միանգամայն համաձայն եմ, Էգմեն։ Հիմա այս կոճակը կսեղմեմ եւ ձեր դեմ լիքը թվային չարագործներ կհանեմ, որոնցից դուք դեռ չեք տեսել։ Այ քեզ բան։ Իմ փոքրիկ խորհուրդ, գլուխ մի գովիր, քանի դեռ ոչինչ չես կարողացել անել։ Հավատա ինձ, ես այդ հարցում մեծ փորձ ունեմ։ Ես չեմ ուզում խուս վերադառնալ։ Եկեք այս սարքը պայթեցնենք։ Ոչ, ինձ փոքրացնում են։ Կարող եք իմ չափերը պահել։ Մենք էլ ենք փոքրանում։ Իվա կրերցանանք։ Ես ձեզ տուն եմ տանում։ Ես էլ քեզ տուն կտանեմ։ Նակլս, բայց դու տուն չունես։ Իսկ քո տնից ձկանոտ է գալիս։ Դե գնա։
Ես կվերադառնամ, ես վրեժ կլուծեմ, իմ վրեժը դաժան կլինի։ Ճաշիկի ժամն է։ Ուտելիք կարող էր եւ շատ ավելի վատ լինել։ Կրկնօրինակումը կատարվել է Շողակաթ հեռուստաընկերությունում։ Sonic Boom. Տիեզերական ապոկալիպսիս։ Ինչու ես կան երկար։ Հոգնեցի սպասելուց։ Արդեն ավարտում եմ։ Ես գիտեմ ինչ պետք է անել։ Ես ինչ ահրելի չափսեր ունի։ Նոր մակարդակի բարձրացա։ Մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում։ Սա աշխարհի վերջն է։ Ինչպես միշտ ես պատրաստ եմ։ Ես ստորգետնյա գաղտնի բունկեր ունեմ։ Իսկ ինչու մենք չգիտեինք։ Որովհետև սա գաղտնի բունկեր է։ Ամեն ինչի կդիմանա զոմբիներին, ապոկալիպսիսին, ռոբոտների ապստամբությանը, զբոսաշրջիկների հարձակմանը։ Այդպիսին եմ նրանց ստեղծել։ Գաղտնի եւ անիմանալի։ Կարելի է ասել, ես այս մասին գիտեի։ Կարգի բեր տարածքը, սննդի պաշարները վերացրու եւ իմ բեղերից այս բեղերը հեռացրու։ Ես գիտեմ ինչ պետք է անեմ։ Մեր բոլորակի ուղղությամբ մի հսկայական աստերոիդ է շարժվում։ Եթե ուզում եք վճարել, եկեք ինձ մոտ։ Ուզում եմ ասել, եթե ուզում եք ապրել։ Իսկապես, ինչու ես կարծում, որ կհավատանք այդ առասպելական աստերոիդի մասին պատմությանը։ Բայց դա ճշմարտություն է, ուզեք թե չուզեք, ստիպված եք ընդունել, որ միայն ես կարող եմ ձեզ փրկել։ Ծիծաղեք, երբ աստերոիդը ձեզ ճզմի, տեսնենք ոնց է ծիծաղելու։ Այդ ժամանակ ես ծիծաղից կմեռնեմ։ Այդ է զվարճալի կլինի։ Ես կարող եմ իմ թելսադիտակով նայել։ Իսկ թելսադիտակը ինչու է տարբերվում հեռադիտակից։ Ոչ մի բանով։ Հսկա աստերոիդը մեզ վրա է գալիս։ Իրականում դա այլմոլորակայինների հարձակում է։ Ուսով եմ այդ այլմոլորակայինները կօգնեն մեզ, ոչ թե կուտեն։ Եթե իմ հաշվարկները ճիշտ են, աստերոիդը ուղիղ դեպի մեր մոլորակն է շարժվում։ Տիեզերքում միշտ էլ աստերոիդներ են թռչում։ Քանի տոկոսի հավանականություն կա, որ մեզ վրա կընկնի։ 100%-ի։ Ինձ համար մեկ է։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի ասուպը։ Հիմա դա ասուպ է թե աստերոիդ։ Լավ հարց է։ Բոլորովին էլ ոչ։ Նրա ուզածը մեզ համոզելն է, որ բունկեր մտնելու տոմսեր գնենք։ Եթե ամեն ինչ պլանավորվածի համաձայն ընթանա, մենք կկարողանանք պայթյունով փոխել աստերոիդի ուղղությունը։ Կամ էլ թույլ կտանք, որ մեզ վրա ընկնի ու ճզմի, ավելի ճիշտ նրանց, ովքեր բունկեր մտնելու տոմս չեն գնի։ Իսկ եթե մենք բոլորս միասին ցածկենք, մեր մոլորակը ուղեցիրը չի փոխի։ Իմ կարծիքով թելսը մի բան կմտածի։ Իսկ մինչ այդ ես Էգմենի բունկերում կթաքնվեմ։ Թե ես էլ էի ուզում այդպես անել։ Ես կհարստանամ։ Փողը անիմաստ թուղթ կդառնա, եթե քաղաքակրթություն չլինի։ Իմ բունկերում տեղ ունենալուն ոչ բոլորն են արժանի։ Միայն նրանք, ովքեր շահադրություն կգրեն, թե ինչու եմ ես արժանի փրկության։ Իսկ կրկնակի տեղ թույլատրելի է։ Անօգուտ է։ Ես չգիտեմ ինչ կարելի է անել։ Մեկ րոպե։ Ասում եք աշխարհի վերջը։ Մեկ է, ես պետք է լավ տեսք ունենամ։ Իմացա, մենք հայելիների միջոցով արևի ճառագայթները կուղղենք աստերոիդի վրա։ Կշիկանա եւ ուղղությունը կփոխի, բայց մեզ լիքը հայելի է պետք։ Իմ կատաղի երկվորյակը հիմա հայելու մեջ է կամ զուգահեռ հարթությունում։ Հեռացի, չաստիքս։ Ուշադրություն, նշան ենք բռնում։ Կրակ։
այնքան տիեզերական աղբ կա, որ չեմ կարողանում աստերոիդին հասնել։ Իսկ օծանելիքս կարող եմ օգտագործել։ Ահա որ շահադրություններ են։ Երևում այս անգամ լավ խորամանկել եմ։ Ճուպոտ, գնա ծղոտներ բաժանիր։ Իսկ եթե ընտրեմ իմ ամենավոխերիմ թշնամուն եւ ոչնչացնեմ։ Ինչ դուր են գալիս այս խորագծերը։ Ստիպված ենք հենց տիեզերքից կրակել աստերոիդի վրա։ Մեզ այդ մանիակիրներն են պետք։ Չի տա, նրա ուզածն է, որ աստերոիդը մեզ վրա ընկնի։ Որ այդպես է։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ։ Դուք իմ 5 հաղթողներն եք։ Մյուսները կարող են տուն գնալ։ Անում ենք այնպես, ինչպես պայմանավորվել էինք։ Սա ինչ է նշանակում։ Չի կարելի երթևեկելի մասում կայանել, նույնիսկ ջունգլիներում։ Եվ այսպես, ես պատրաստ եմ իրականացնել իմ առաքելությունը։ Սոնիկ, մենք ուզում ենք Նաքլսին ուղարկել։ Ոչ մի դեպքում։ Եթե ինչ-որ բան այնպես չստացվի, միայն նա կկարողանա սարքը բարձրացնել։ Բայց ես հաճախ եմ աշխարհը փրկել։ Եթե հերոստատեսության հավատալու լինենք, շաբաթը մեկ անգամ։ Զիջել կարողանալն էլ է մեծ հերոսություն։ Դե լավ, որ այդպես է, ես ու Նաքլսը միասին հերոսներ կլինենք։ Բայց տիեզերք հերոսաբար կուղևորվեմ ես։ Նաքլս, ճառագայթների կուտակիչ սարքը, կամ ինչպես ես եմ դա անվանում ճառագայթների կուտակիչ սարքը, բեռնել եմ էգ յորտիրի մեջ։ Հենց մոտենաս աստերոիդին ակտիվացրու կուտակիչ սարքի ճառագայթները եւ Մենք քիչ ժամանակ ունենք անունը կրճատիր։ դե լավ ՃԿՍ։ Ինչ։ ՃԿՍ։ Ինչ։ ՃԿՍ։ Ճառագայթների կուտակիչ սարք։ Դե միանգամից այդպես ասեի։ Ակտիվացրու եւ որքան հնարավոր է արագ հեռացիր աստերոիդից։ Բազ է։ Նախև առաջ տեղադրիր 47 աստիճան անկյան տակ։ Լավ չհասկացա։ Լավ, ոչինչ։ Ամեն ինչ այստեղ գրել եմ։ Եվ նկարել։ Նաքլս, աստերոիդը ասեն շատ մոտ է, արագացրու։ Կներես, մտքերով ընկա։ Նաքլս, աստերոիդի մագնիսական դաշտը մեզ թույլ չի տա քեզ հետ կապ հաստատել։ Կարծում ես կկարողանա։ Բայց գործողությունների ծրագիրը մոտն է։ Վայ, ուրիշ բան եմ տվել Նաքլսին։ Կաթ, լոլիկ, շամպուն պոչի համար, շատ ավելի բարդ է, քան կարծում էի։ Դե լավ, ինքս գլուխ կհանեմ։ Այ քեզ զախորտություն։ Բայց ում համար, իմ թե հրթիռի։ Կարծես թե ամեն ինչ բարի հաջող ավարտվեց, միայն թե աստերոիդը շարունակում է շարժվել մոլորակի ուղղությամբ։ Իսկ ես տիեզերքում մենակ եմ։ Դե լավ, որ այդպես է, ստիպված եմ հին մեթոդով աշխատել։ Համակարգիչ դուռը բաց արա։ Կներես Նաքլս չեմ կարող։ Ստիպված եմ սուպեր հին մեթոդներով գործել։ Կներես աստերոիդ, բայց ես այդ մոլորակի վրա շատ բարեկամներ ունեմ։
Նաքլսը պետք է արդեն կապի մեջ լիներ։ Թե ինչու ես չգնացի։ Նաքլս, ինձ լսում ես։ Այո։ Hey Tails, Նաքլս, ստացվեց։ Իմ սարքն աշխատեց։ չէ, փչացավ, բայց ես հերոս եմ, ես ոչնչացրի աստերոիդը։ Կտոր արեցի։ Նաքլս, հիմա այդ բոլոր կտորները մեր մոլորակի վրա կընկնեն։ Այո, ոչ ուզում եմ ասել ինչ հաղոր է։ Նայեք, հրկիրից մի քանի հրաշալի լուսանկար ենք ստացել։ Չեմ կարողանում հավատալ, որ Նաքլսը աստերոիդի վրա վայրեջք է կատարել։ Ես էլ այս լուսանկարը հաստատ տաղավարում է արվել։ Ճիշտ է, ես երկրավ Նաքլսը, բայց աստերոիդի 30 կտորները ես չեզոքացրի։ Իմ հաշվարկով պետք է 31 կտոր լիներ։ Մենք զմրսված ենք։ Sonic Boom։ Ծուղակ ընկերների համար։ Իմ բոտ փոշեկուլին չես հաղթի։ Հիմա ես մեկ ընդմիշտ կազատվեմ քեզնից։ Իսկապես, քանի անգամ ես փորձել Eggman։ Օ, բայց վիճակը սահագին լուրջ է։ Այո! Կոնֆետի պես քաղցր հաղթանակը, չար կոնֆետի, երբ ոչինչ չի կասկածելով, գայթակղի շոկոլադը կծում ես, իսկ շոկոլադի մեջ ոսկոր է, եւ այդ ժամանակ… Բայց ինչու դա հիշեցի։ Տադամ։ Իզուր կասկածեցի քո ուժերին։ Իզուր կարծեցի, որ հաղթել եմ։ Դու ինչ է իսկապես կարծում էիր, որ Սոնիկին այս պահածոյի տուփով կկարողանաս բռնել։ Քեզ ինչ կա, դու ոչ մի անգամ չես փորձել Սոնիկին բռնել։ Իմիջերով դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց մի բանում իրավացի էր։ Ինչու՞մ, որ լինում են նաև ոսկորով շոկոլադներ։ Մեկ էլ, որ ինձ ուղակի անհնարին է բռնել։ Բայց չասած անհնարին է, ասած հեշտ չէ իր համար։ Քո կարծիքով դու կկարողանայիր ինձ բռնել։ Կասկած չունեմ։ Հնարավոր չէ։ Այդքան վստահ ես։ Արի գրած գանք։ Հասարակությունը լավ կզվարճանա։ Ով պարտվի մի համբուրգերում գիշերային կարաոկեի ժամանակ սիրային երկերքի։ Համաձայն եմ։ Այ քեզ անհեթեթվեջ։ Ինչպես ասում են հին օրերի պես։ Չգիտեմ ինչ նկատի ունես, բայց սա ընդամենը զվարճանալու համար է։ Ամեն ինչ շատ վատ կվերջանա։ Ինչու ես այդպես կարծում։ Որովհետև դու, Սոնիկ, չափից դուրս շատ ես տարվում։ Հիշեցնեմ, մի անգամ դու ու Նաքլսը վիճեցիք, ով ավելի շատ գլխարկ կհագցնի կապիկներին։ Հասարակ բաներ։ Շատ ծիծաղելի տեսք ունեին։ Ընդամենը ընկերական գրած է։ Ուղղակի մասնակից կողմերից մեկը մեխանիկայի հանճար է։ Իսկ մյուսը հզոր եւ գերարագ մեկը։ Եվ ով է։ Սոնիկն արագավազ է, իսկ Թեյլզը խելացի։ Այո, կներես ինչ ասացիր։ Թող հաղթի ուժեղագույնը։ Այսինքն ես։ Չէ, լուրջ։ Սրանից էլ հեշտ բան։ Դե փորձիր հոթ-դոգը վերցնել։ Հասարակ բաներ։ Չլինի կարծում էիր, որ Հասարակ բան։ Լսիր, դու լավ ես հասկացել ինչ պետք է անես։ Դու պետք է ինձ բռնես, ոչ թե քեզ։ Երկուսից հանած։
Թելս, մի անգամ չկարողացար, հիմա էլ չի ստացվի։ Այդպես էլ գիտեի, որ պարսատիկ գամակ խողովակ վանդակը բարդ կոմբինացիա է, բայց արդյունավետ։ Ինչ։ Առաջ խաղացում կա։ Ես մեկ վարքյանով կորցրի իրավիճակի վերահսկողությունը։ Բայց քո սարքած ծուղակը համարյա նույն որակի էր, այնպես որ երկուսին գումարած։ Լուրջ, պարսատիկ և գամակ չափազանց հեշտ է։ Գիտեք, սեր, չնայած դուք շատ ավելի մեծ հաջողություններ ունեք, քան նա, բայց նա շատ մեծ քայլերով է առաջ գնում։ Որովհետև տարիներով հետևում է իմ Ձախողումներին։ մարզումներին, բայց պասիր, եթե դեղինը բռնի կապույտին, դա իմ օգտին է լինելու։ Ես կշահեմ։ Բայց ինչպես։ Թելսի թակարդի Սոնիկին կարավանգեմ։ Չնայած ես իմ անելիքն ուրիշներին չեմ վստահում։ Հեյ դու, արբանյակային հսկողության համակարգը միացրու։ Իսկ դու, գնա, եկ մոբիլը հանիր։ Չլինի ուզում ես հանձնվել։ Ոչ մի դեպքում, ուղղակի Զոյին խոստացա օգնել տեղափոխել։ Կօգնես Սոնիկ։ Իհարկե։ Ես սիրով կօգնեի, բայց քեզ ծանրաձողի վարպետ է պետք։ Ինձ նկատի ունես։ Իհարկե։ Ոչ, պետք չէ, չեմ ուզում քեզ անհանգստացնել։ Զգույշ։ Սրանից էլ հեշտ բան, նայիր։ Ինչ որ մեկը զառիթափով գլորվեց ներքև։ Եվ ես ասացի, ինչ որ մեկը զառիթափով գլորվեց ներքև։ Իսկապես։ Ախր ես այնքան խելացի եմ։ Գնալով ավելի բարդ ու ավելի հիմար ծուղակներ է սարքում։ Լավ կանես եմիին բաց թողնես, իսկ ես գնացի։ Վերջ, էլ չեմ խնայելու։ Վատ չէ, շատ նուրբ աշխատանք է։ Ինչ ես անում այստեղ։ Ծուղակ էի սարքում, բայց հետո փոշմանեցի։ Երևի Էգմենն իրավացի էր։ Մի տխրիր, ուղղակի ես չափազանց խելացի եմ։ Դե լավ, ինչ արած, կարող ես խայծը վերցնել։ Թույլ չեմ տա, որ հոտ-դոգը իզուր կորչի։ Հոտ-դոգն ինձ կործանեց։ Ոչ, ես լողալ չգիտեմ։ Տեղներ քեզ, քո ինքնասիրահարվածությունն ինձ օգնեց, ձևացրի իբր քեզ հաղթել չեմ կարող, մի քիչ էլ մայր բնությունն օգնեց և հոպ, մեր Սոնիկը պարտվեց։ Իմ ծրագիրը ստացվեց։ Ինչ ծրագիր։ Քո միջոցով բռնել Սոնիկին, ամբողջ աշխատանքը դու արեցիր, և հիմա նա իմն է։ Մենք նրան չենք տա քեզ, չէ երեխեք։ Երեխեք։ Ո ոչ, լրիվ մոռացել էի, որ բոլորը ծուղակների մեջ են։
Ինչ ուրախ եմ, որ արթնացրիր, թե չէ երազումս տարական դասարանի ուսուցիչ էի։ Իմ պատճառով Էգմենն առևանգեց Սոնիկին։ Ախր ասում էի, չէ՞ որ սրա վերջը վատ է լինելու։ Գիտեմ եւ շատ եմ ցավում, բայց ճառերը հետո կկարծաս, հիմա պետք է Սոնիկին փրկել։ Ճառը ճանապարհին կկարդամ, միանգամից երկու նապաստակ կխփեմ։ Մեռած ես սպասելով ուր էիք։ Էգմենը, Սոնիկը վտանգի մեջ է, ես եմ մեղավոր։ Ահա որ բան ես ասում, բայց հիմա մեղավոր փնտրելու ժամանակ չէ։ Շտապեք։ Հարկավոր է հատուկ սարդարան սարքել եւ մեր սոնուկ ոզնուկին այնտեղ բարել։ Չհասկացա, Սոնուկ ոզնուկն ով է։ Բառախաղ է, սոնուկ ոզնուկ, չհասկանալու ինչ կա։ Կարելի է եւ հանգի համար ասել Սոնիկ Լոլիկ, չնայած Լոլիկն ինչ կապ ունի, չէ՞։ Կամ էլ Սոնիկ Լոլիկ, էլի զվարճալի է, չէ՞։ Հիմարություն, Սոնիկը ոզնի է, դրա համար էլ այդպես ասացի։ Դուք եք մեղավոր, ձեր շատախոսությամբ ինչ եղեցիք։ Իսկ Սոնիկի ինքերն արդեն այստեղ են։ Հեն։ Երեխեք, գիտեմ շատ զբաղված եք, բայց օգնեք ինձ։ Այսպես։ Ուրեմն ասում եք Սոնուկ ոզնուկ։ Նաքլս, միստր Սրու Էգմենի մոտ խնդրում եմ։ Մեկը, ես հաղթեցի, ես քեզ բռնեցի։ Դու 1 րոպեով իմ գերին էիր։ Ես հաղթեցի։ Այո։ Ներիր, որ այսպես ստացվեց։ Այո, ինձ համար էս չէր։ Ինչու ինձ ոչ ոք չզգուշացրեց։ Իրարից չենք նեղանում, չէ՞։ Չենք նեղանում։ Մոռացա, որ մենք էլ էինք ծուղակում։ Իմ սանրվածքն իհարկե շատ լավն է, բայց եւ այնպես։ Ներեցեք այդ ծուղակների համար, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Ես գիտեի, որտեղ կարող եմ ձեզ գտնել։ Դրա շնորհիվ մենք փրկեցինք Սոնիկին։ Մենք միշտ էլ կապի մեջ ենք։ Եկեք ամեն ինչ մոռանանք։ Համաձայն եմ, բայց մի բան պետք է անես։ Դու իմ երազանքի աղջիկն ես։ Ես քեզ տեսնում եմ երազում։ Այնպեսի տպավորություն է, ասես ես եմ պարտվել։ Իհարկե դու ես պարտվել։ Թե ինչ ասես լավ։ Կրկնօրինակումը կատարվել է Շողակաթ հեռուստաընկերությունում։